30 թվականից հետո աշխարհը մեծ հավանական է, որ կկործանվի։ Մենք ամբողջ երկիրը չընկիսի, բայց մի քանի 100 տարի կարա ձմեռկա։ Բանականությունը զգում է մարդու վախերը։ Արհեստական ինտելեկտի մեր իշխան են կարում կառավարել, որովհետև հիմա արդեն ինչ-որ թելեր կա, որ իրանք կառավարումից դուրս են գալիս, ինտելեկտները կարան բախում անեն, մարդիկ դուրս են, բիոլոգիական զենքը օգտագործի ամբողջ մարդկության դեմ մեծ մասին ոչնչացնի կամ զոմբի սարքի, մեզ տրկացնի կամ ոչնչացնի։ Այլմոլորակային բան, հա։ Զարգացած ցիվիլիզացիա գա մեր մոտ, անում, որտեղ հրաներն են թելադրում, որ ասենք Իրանը վատ երկիր է ճնշել։ Երկրի ղեկավարները նենց մարդիկ են ընտրում, որ նիարդինարնի են տենց ասել։ Բայց կարա լինի, չէ, որտեղ կարա լինի չէ եղել է։ Չէ, կարա ավելի մասշտաբային լինի։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց եւ տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, այսօր ունենք շատ հետաքրքիր եւ հարգելի հյուր, ում եւ սիրով ներկայացնում եմ Խորագետ, թաքնագետ, փիլիսոփա Տրթատ Դոնիկյան, բարով եք եկել, պարոն Դոնիկյան։ Բարև ձեզ։ Միշտ հետաքրքիր մտքերի տեր, միշտ հետաքրքիր այսպես ուղերձներ հղող։ Ձեր խոսքերից մեկն եմ ուզում հիմա ասել ու սկսենք զրույցը։ Ասացիք, որ 2030-ին աշխարհը կկործանվի եւ փորձենք հասկանալ ինչպես, ինչ մեթոդներով կամ ինչ Հենց ընթացք է ունենալու էլի միջև այդ կործանում, որտեղ այդքան է շատ չի մնացել միջև 30 թվականը։ Դե այդտենց շատ մարգարեություններ կա, մի հատ չի, մի քանի հատ են, որ 30 թվականից հետո աշխարհը մեծ հավանական է, որ կկործանվի։ Դե այդ կործանման մեխանիզմները մի քանիսն են, առաջին սկսեմ ինչ-որ կիսաստղ, մի քանի հատ կիսաստղներ կան, որոնք պատտվում են արեգակտային համակարգությամբ ու որ հաշվարկներ ցույց են տալիս, եթե կարան իրանց մի հատ փոքր ուրիշ որ քար կպնի, տրայեկտորիան մի թեթև շեղվի, իրանք իհարկե մի քիչ գալիս են երկրի շատ մոտիկ են, էլի sense գնալու, որ մի թեթև շեղվի, իրան չափերը ստադիոնի չափա, տենց ասենք, էլի հրազդան ստադիոնի չափ մի քիչ մեծ։ Դա բավական է իրանց բախումը, ոնց որ հավերժ ձմեռ գալու։ Ասենք ամբողջ երկիրը չընկիսի, բայց մի քանի 100 տարի կարա ձմեռկա։ Այսինքն այդ փոշին ու բանը որ հելնի ամպեր են նյութ կլինի ու արևը չլինի, այստեղ դե ձմեռկը կա։ Դե մեծ մասը կկործանվեն այդ հարվածից, դա մի քանի 100 մեգատոն ատոմային բոմբի հավասար հարված է։ Մեկը դա է, հաջորդը դա այս արհեստական ինտելեկտի մեր իշխան են կարում կառավարել, որովհետև հիմա արդեն ինչ-որ թելեր կա, որ իրանք կառավարումից դուրս են գալիս, սկսում են իրանց տերերին ինչ-որ բան պահանջներ պահանջել, նույնիսկ ոնց որ իրանք ուզում են բանականություն դրսևորել, այսինքն իրանք ինտելեկտ են, բանականություն չեն, բայց բանականության սաղմեր են դրսևորում, եթե բանականը մենք ոնց որ ամբողջությամբ սկսի իրա հիմա այս տարի պիտի ամենախելացի մարդուց ինքը անցնելու է, այսինքն բոլոր մարդը տենց մարդ չի լինելու, որի մակարդակից ինքը ավելի չիմանա, ինքը հնարավորություն չունենա, այս տարի ինքը այդ մակարդակի է հասնելու, այսինքն այլ ոչ մարդիկ շատ հեռու են մնալու, դա ինքը շատ արագ է զարգանում, քան մարդը։ Եվ այդտեղ, երբ որ բանականություն ունի, քանի որ տարբեր անհրաժեշտական ինտելեկտներ կան, կարան իրար հետ բախում անեն, մարդիկ դուժեն։ Նույնիսկ տենց էլի, ոնց են տարբեր մարդիկ բուժում, ժողովուրդները գործանվում, հենց էլ ինտելեկտները կարան բախում անեն, մարդիկ դուժեն։ Հաջորդը կարա Տենց բախվելը մի քիչ ոնց եք պատկերացնում արհեստական բանականություն, իդեպս մեկ ինտելեկտ, ինչու՞ չեք ասում բանականություն։ Ինտելեկտն է, քանի որ ռազմական արդյունաբերությունը ու զինվորական բաները քիչ այդ ինտելեկտն էլ է մտնում այդտեղ ու կառավարումը այդ ռազմական երևույթների, թե հրթիռների կառավարումը, թե զինվորների կառավարումը, թե թռչող սարքերի, թե ինքնաթիռների կառավարումը, բոլոր արդեն ոնց որ կարան ամբողջությամբ տան իր ձեռքը, մեզ թվում է թե մարդը կարա կառավարի, բայց ինքը կարա ոնց որ ասած ընդվզում առաջացնի մարդկանց դեմ, դուր չկա մարդկանց ու կառավարումը վերցի վրա, մարդը ոչ մի բանով չկարանա անջատել։
Այսինքն սնուցումը դեռ հələ կարա մարդ անջատի, բայց կարա ինչ-որ բան գա, որ սնուցման անջատման հնարավորությունը մեր ձեռքից ինքը խլի, մենք չենք կարողանում ոնց խլեց, էլի։ Օրինակ հիդրոէլեկտրակայաններ, օրինակ ատոմակայան, հա, Դա կարա իր ձեռքը վերցնի ու մարդիկ չկարողանան կառավարել արդեն ինքը սնուցի, չկարողանան անջատենք, էլի։ Ասենք ատոմակայանը պիտի մենք ռմբակոծենք, ոչնչացնենք, բայց մեզ կոչնչացնեն, ու դա բարդ համակարգ է։ Նու ֆիլմերում էլ է կա, որ մարդիկ ատոմային զենքեր կիրառեցին, բայց մեկ արհեստական բանականությունը վերցրեց իր ձեռքը։ Ու մատրիցա։ Որպեսզի ավելի պարզ լինի, հատուկ եմ էլի, ասենք ոնց որ պարզունակացնում, այդ ինչպես է վերցնելու ռոբոտը, հա, կամ ասենք թվային ինչ որ սարքը իր ձեռքը։ Մենք հանձնում ենք ավտոմատ կառավարման, հա, այս կամ այն համակարգը, այդ թվում թեք ատոմակայանը, քիչ կամած, վստահում ենք, մեկը հանձնել, դիսպեչերական եսի մինչեր եւ այլն։ Ու ինքը այդտեղ արդեն այնքան է զարգանում, որ կառավարելիությունը նա կորցնում։ Այդ տենց է վերցվում։ Հա, կամած, ինքը զորով չի վերցնում։ Ոսի մարդիկ ավելի պատկերացնեն ինչ կերպ։ Հա, մարդիկ են քիչ տալիս, որտեղ մեր ձեռամբ մեզ կործանում ենք։ Հա, մենք մեզ կործանում ենք։ Ոնց որ մենք քաղաքականության մեջ մեր ձեռքով մեր խնդիրները տվեցինք մի խմբի ձեռքը, որը մեզ տանում է կործանման։ Հա, ավելին հետո գնում ենք այդ խմբին ու նորից ենք ընտրում, որ ավելի լավ կործանի։ Ну, տենց էլ, բայց մենք ենք տալիս։ Այսինքն այս ապուշությունը անալոգ ունի, էլի։ Հա, մարդկային տխմարությունը անալոգ ունի, թվայինի բոլորտեղ նույնն է, այդ չիմանանք թե ինչ որտեղ նորություն է։ Ու մենք ենք քիչ, որտեղ դա հարմարավետ է։ Չեն կարա 1000 մարդ աշխատի, դեռ քչացնի իրենք 100։ Ես չեմ ասում բոլորին հանի, բայց կարա 100 մարդ աշխատի տեղ, էլի, այդ գործունեության մեջ մնացածը իր ձեռքը վերցնի եւ այլն։ Շատ խնդիրներ դե թեթևացնում է, հասկանալի է, բայց ինչ որ չափանիշ կա, ինքն էլ արագ զարգանում, հետո տարբեր արհեստական բանականություններ կա, հետո կգա ժամանակ, որ իրար կկպնեն, կձուլվեն իրար ախպեր կլինեն, հետո մենք կարող ենք երկրորդական լինենք։ Ანუ հիմա տարբեր, ասենք տասնյակ արհեստական տարբեր ձևի զարգացված բանականություններ կան, չէ՞, տարբեր են շատ իրար չեն կպ, բայց կարան կպնեն իրար։ Մարդիկ չուզենալով, ուղղակի այնքան հնարավորություններ տան, որ իրան կպնեն, ու այդ ղեկավարումը իրանց, դե այդ ֆիլմերը Մատրիցա, Տերմինատոր ու երևելի լիքը տենց ֆանտաստիկ կինոներ կան, որ դրա մասին է, էլի, մենք մի քիչ մտածում ենք շատ ֆանտազիա է, բայց ցանկացած ֆանտազիա դա ինչ-որ ժամանակ իրականություն է դառնում։ Նայեք, ինչքան մենք խնդանք, թե մտածենք, դա անհնար է, մի քիչ տեղ նուրբ կա, որ վերջերս, չգիտեմ, 1-2 շաբաթ առաջ արհեստական բանականությունը ստեղծել իրեն սոցիալական ցանցեր, մարդկանց չեն թողել այդտեղ մտնեն, ոչ մի մարդ կարա նայի, բայց ոչ մի բան չի կարա անի, որտեղ ինքն է ստեղծել։ Ոնց որ Facebook-ը ստեղծել են, բոլորը կարան անդամ լինեն, բայց ինչ-որ մարդկանց որ հեռացում է, չի կարա ինքը։ Իմաստը մարդկանց չի թողում, մենակ բոտերն են, էլի, արհեստական ինչ-որ բաներն են, ցանցը իրար հետ զրուցում են իրանք պլաններ են անում, բողոքում են մարդկանց մասին, նույնիսկ տենց կա, մեկը իր տիրոջից է բողոքում, նույնիսկ փող է ուզում տիրոջից, ինչ-որ կոմպրոմիսներ է բերում, տենց, նույնիսկ տենց էլ կա, խնդում ենք, բայց արհեստական բանականություն կարա։ Նաև վերջը ինչ էր արել, տարբեր մարդկանց զանգում հարցազրույցներ են անում, Հայաստանում էլ շատերին մարդկային ձայնով, կարող շատերին են զանգել, ոչ մեկ չգիտի, բայց մեծ մասը ոնց որ բացահայտել է, բայց կարող շատերին էլի իրանք տեղեկություններ են ինչ-որ ձևի հայտնում, մեր ձայնն են ձայնագրում նույնությամբ, որ մեր ձայնը օգտագործեն, այսինքն մեր բարեկամներին մեր ձայնով կարա զանգել, ոչ մեկ չիմանա, որ դուք չեք էլի, այսինքն ինքը շատ նմանացնում է, էլի, բոլոր նույն հաճախականությունն է բերում նույն բանը, այսինքն ինչ ասես կարա խաղանի, էլի։ Հա, քիչ կարող է ոնց որ մարդիկ փորձում են հնարավորին չափ ոնց որ ասած ղեկավարեն, բայց իրանք են քիչ իրանց սահմանները հանձնում, ինչքան էլ ղեկավարում են, բայց իրանց կամքով հանձնում են, որովհետև ձեռնտու է իրանք։ Իբրև թե հեշտացնելով կյանքը, էլի։ Հա, նայեք, ոնց որ հիմա Եվրոպան էմիգրանտներին քիչ հանձնում է, չէ՞։ Քիչ հեշտացնում է այժմ աշխատանքը վերջը, բայց այդ էմիգրանտները որ եկել են, վերջը իրանք բնիկ են դառնալու, եվրոպացիներին դուրս հրավիրեն։ Հաստատ դա լինել է, իրանք թվում է թե կարան միշտ ղեկավարեն, չէ։
նո բոլոր բաները ասում են, որ 40-50-ական թվականներին էմիգրանտների այդ այլ ազգիների մակարդակը լինել է 80-90%։ Սպիտակամորթ ֆրանսիական ֆուտբոլային հավաքականի 11 խաղացողից 10-ը սևամորթ են։ Եվ բոլոր ոլորտները, էլի, այսինքն քիչ-քիչ ու իրանք կարան քիչ-քիչ ավելորդ համարեն դուրս հանեն իրանց, էլի, այտենց կան։ Հենց էլ արհեստական ինտելեկտն էլ քիչ-քիչ մարդուն կարա մտածի, թե ինչի ինձ պիտի հրամայի։ Ինչի պիտի իր գործեր անեմ։ Հիմա ասենց թվարկելով ասենց գնանք առաջ, էլ ինչ մարտահրավեր կա։ Փորձենք արդեն քաղաքական որ կարա համաճարակներ լինեն, որոնք ռեալ կարան լաբորատորիաներից, որտեղ աշխան արհեստական բանականության օգնությամբ կարում են շատ ավելի մարդուն վնաս տվող նյութեր ստեղծել, վիրուսներ, որտեղ մարդու ընդունակությունները քիչ է, ինքը կարանեց հաշվարկներ անի, ունեն բաներ մեր գենետիկայում նաև, որ հիմա ասեն գենետիկ զենքեր են պատրաստում, այդ պիտի հստակ հասկանանք, որ տվյալ ազգությունը կարան վերացնեն։ Այդ գենետիկ կրողը, որը մեծ հաշվարկներ էր պետք, բայց արհեստական բանականությունը դրան մոտիկանությունը ու կարում է դա անել։ Այսինքն նա օգտագործում են հատուկ նպատակներում, որ ինչ որ ազգություն վերացնեն, որ հիմա մեզ գենետիկ բան են ասում ձեր ազգնային ինչ դուք հիվանդություն ունեք ժառանգական ձեր պապերը ովքեր են լինել, բայց դա օգտագործում են, որ այս տերիտորիայում ապրում են այս գենետիկ հայերը ովքեր են, ինչ գենետիկա ունեն, կամ ասենք թե ադրբեջանցիները ովքեր են, ինչ գենետիկա, բոլոր ազգերին, էլի, որ ձեռ չտա կարան դա վերջացնել, բայց դա արհեստական բանականության միջոցով են անում։ Արհեստական բանականություն մեջ է այդ դա պահում է իր մեջ, ու ինքը կարա այդ զենքը, այդ բիոլոգիական զենքը օգտագործի ամբողջ մարդկության դեմ մեծ մասին ոչնչացնի կամ զոմբի սարքի, այսինքն կարան իրանք այդքան ոչնչացնել չեն ուզում, այլ ոնց որ զոմբիացնեն, որ խելքը չաշխատի, ինքը ոնց որ ենթարկվի, մենակ սպառող դառնա ու ենթարկվի, ինքը ազատամիտ չլինի, սպառողական գիտակցություն մենակ լինի, ու տենց նյութեր կան, դա էլ կարա աշխարհի վերջ տանի, այսինքն դա կոնտրոլից մեկն է, աշխարհի վերջը կարա նաև լինի երկու գերհզոր պետությունների ղեկավարներ, որոնք կարան իրար նկատմամբ ամբիցիա առաջանա ու աշխարհի վերջը դա էլ կարա լինի, որը քիչ հավանական չի, մեզ թվում է թե շենց մեծ սիստեմա, բայց դիկտատորներին բոբո սիստեմ չի, այդ անհատներ են, իր անհատի որոշությունից է ամեն ինչ կախված, եթե չլինի, ասենք, շատ անհատներ ասում են, որ եթե չլինի մեր ազգը, աշխարհի ինչին է պետք առանց մեզ, նո այսինքն իրանք Այդ ում եք ակնարկում։ Շատերն են ասել տենց։ Մենք մեկին գիտենք։ Դե էլիկա։ Հասկացանք։ Ուրեմն դա միջոցները, որ աշխարհը կարա, մեկ էլ կարող ուրիշ էլ մի հատ բան լինի, որ մեր երկիրը արևի շուրջն է պտտվում։ Արևն էլ շարժվում է գալակտիկայի շուրջ, այսինքն մենք տեղում կանգնած չենք, sense որ սիստեմ նկարում են, sense հանգիստ պտտում ենք բարձր շարժում ենք անում շարժվող տեզերքում մեր գալակտիկան է պտտվում։ Ու այդ ճանապարհին կարա ինչ որ ցիվիլիզացիա էլ մեզ հանդիպի, որը մենք շատ քիչ հավանականություն ենք անում, որը կարա ոչ բարենպաստ մեզ լինի, մեզ տրկացնի կամ ոչնչացնի։ Այլ մոլորակային բան, հա, ինչի դա մտածում ենք, ու հաշվարկներով անում են, որ դա 40-ից 50-ական թվականների կարող է լինի, այդքան հեռու չի։ Մեր տեխնոլոգիաները այնց ճառագայթում տան, որ իրանք մեզ տեսնեն, ինչև այդ տեզերքում մեզ չեն տեսնում, չեն նկատում, չգիտեն մեր մասին։ Հիմա մենք տեսանելի ենք, ու իրանք ավելի ոնց որ նապաստակը տեսանելի է լինում աղվեսին, աղվեսը գնում է հետևից։ Հիմա մենք այնքան ճառագայթում ենք տալիս, որ արդեն տեսանելի լինենք, հասկանան ուստեղ ինչ-որ բան կա, գան մեզ տրկացնեն կամ չգիտեմ ինչ անեն, էլի, դա հնարավոր է։ Ինչի՞ է այտենց վստահ, որ իրանք մեզանից ավելի զարգացած են։ Դե եթե մեր մոտ են գալիս են հեռավոր շատ տեղերից, որտեղ մեր համար անհասանելի է
լույսը չգիտեմ 100,000 տարի կամ մի քանի միլիոն տարի է գնում իրանք կարս են գալիս կան ուրեմն մեզից շատ զարգացած են շատ էլի այսինքն մենք համարենք մի քանի միլիոն տարի հետո ինչ կլինենք եթե ինքնին մեզ չոչնչացնենք իրանք կարող է այդ մակարդակի են բախումը չգիտենք հիմա օրինակի համար ավատարը կինո կա չէ մենք ենք զարգացած գնում ենք մի հատ հետամնաց աբորիգինների մոտ չէ որ նո ավատարը ֆիլմը տենց է նկարագրում բայց կարա հակառակը լինի զարգացած ցիվիլիզացիա գա մեր մոտ ու մեզ տրկացնի մեր ռեսուրսները տանելու համար եւ այլն ինչ-որ դա էլ է մեծ հավանական կործանման որն է ամենաշատ հավանականը դա ինձ թվում է մարդկանց ընտրությունից է կախված մեր խելամիտ մոտեցումներից շատ հարցին դրանից է կախված որը մենք ավելի առաջ կբերենք մեր ինքնաոչնչացման ծրագիրը, որտեղ այդ ինքնաոչնչացման ծրագիրը պատահական չի, տարբեր կրոններում, ուզում հետ հստակ ասեմ, որը իրարից շատ անկախ են եղել, որոնք հին կրոններում, որոնք հիմա կործանվել են, չկան, կան տենց մարգարեություններ, ու մարդիկ ինք իրանց ոչնչացնելու են։ Ու նաև կան փաստեր, որ մենք 5-րդ ցիվիլիզացիան ենք այս երկրի վրա մինչև այդ 4-րդ ցիվիլիզացիա եղել է, որ ինքը իրանց կործանել են, իրանք հասել են տեխնիկական ինչ-որ բարձրաստիճանի, հետո ոչնչացրել են։ Իրանց մենք 5-րդն ենք։ Այսինքն այդ նույնիսկ դրա մասին Պլատոնն է ասում, էլի։ Այսինքն 5-րդ քաղաքակրթությունն ավարտվում է։ Մենք 5-րդից պետք է անցնենք 6-րդ, եթե մենք չկործանենք, էլի, 5-րդն ենք մենք։ 5-րդ քաղաքակրթություն ենք, ասենք մեզնից առաջ ատլանտներ են եղել, ու դրա մասին Պլատոնը ինձ խոսում։ Մենակ Պլատոնը չի էլի կան ծածում, բայց Պլատոնը հստակ դրա մասին նկարագրություններ ունի, կործանումը, որ իրանք այդ կործանված այդ քաղաքակրթությունից ինչ որ շատ քիչ մաս է մնացել, որ եկել են մեր, ասենք բուրգերի սարքելը, որ հասկանալի չէ եւ շատ տեղեր աշխարհի վրա ինչ որ բաներ են սարքել իրանց, ոչ թե իրանք այն ժամանակվա սարքեցի, ոչնչացել են այդ մնացողներն են սարքել, բայց իրանց գիտելիքը տենց չի կարող կորել, որ ասում հիմա մարդիկ էլ հաշվում են, որ եթե 100 միլիոնից քիչ լինեն մարդիկ, մեր բոլոր հավաքած հնարավորությունները տեխնիկական մենք կսկսենք կորցնել։ Քիչ մարդկությունը ոնց որ նախնադար կգնա, որտեղ ինչ որ մասսա է պահում գիտության, տեխնոլոգիաները, պետք է մի հոգի կրելով չի։ Մարդկության շատ մարդիկ պետք է կրեն, որ դա առաջ գնա։ Իսկ եթե կչանան մարդկությունը, կրողները շատ կչանան ու ինքը կորցնում են ու տենց գնում են նախանադար, էլի զրույց են սկսում, էլի, հետո զարգանալ։ Այդ ընկալումը կա։ Մեզնից ինչ է կախված։ Նայեք, մենք մտածում ենք, որ մեր գործունեությունները կախված չեն այդ հիվանդությունների հետ կապված, թե արհեստական բանականության հետ կապված խնդիրների եւ այլն։ Նայեք շունը, ասես մի հատ բնավ ունի կամ գայլը, գազանը։ Մարդը երբ որ վախենում է, ինքը կծում է։ Երբ որ մարդը վախենում է, գազանը հարձակվում է մարդու վրա։ Այդ վախի հոտը զգում է։ Վախի հոտը զգում է եւ հարձակում է, այսինքն գայլերի ոհմակը չի կարա մարդու վրա հարձակվի, եթե մարդը չի վախենում։ Տենց լիքը փորձեր կան, ես էլ անձամբ տենց հանգամանքում եղել եմ, ուզում հստակ ասեմ, որ դա աշխատող մեթոդ է, եթե մարդը չի վախենում, գայլերի ոհմակը չի հարձակվի մարդու վրա։ Ձեզ գայլերի ոհմակը։ Ես մի անգամ դա 99 թիվներ գնացել է Արայսար ձմեռը, մենակս էի գնացել, գայլերի ոհմակը շրջապատեց ինձ տենց։ Դուք չվախեցաք։ Դե ես կորսելու բան չունեի, մալ վախենա ինչ պիտի լիներ, ես գիտեի ինչ-որ բաներ, որ պետք է այդ ժամանակ նայեք ղեկավարի այդ ով առաջնորդը գայլերի իր աչքին ու ընդառաջ գնաք ու ես նու այդպես պատմություններ կամ երկու հատ ես դա կարդացել էի, դու ես հասկանում որ գայլից 5 անգամ արագ ավազում, մոտ զենք չկար, ես ոչ մի բան չեմ կարող անել, 8 հատ գայլեր էլի իրանք բավականին մեծ են, ես գամփրշներին որ տեսել եմ, այդ ժամանակ երբ որ գայլին տեսա, իրանք ավելի մեծ են, քան գամփրները էլի։
Բայց դուք ոնց հասկացաք ով է առաջնորդը ու ոնց նայեցիք իր աչքերին։ Չէ, պատմեք, պարոն Դոնիկյան, հետաքրքիր է։ Դե 7-8 գալ արայի։ իրանք միանգամից չեկան հարցակվեցին, իրանք շրջապատեցին։ Okay։ Իրանք շամպես չեն հաչում, ուղղակի դիտարկում են որսին, էլի։ Ես ինչ ռեակցիա կնեմ։ Ես այդտեղ հասկացա, որ իմ փախնելը, նո գիտեմ, որ գալի արագությունը 3 անգամ ավելի արագ է, քան ես, իսկ այնտեղ մարդկային մոտիկ մարդիկ, ասենք մի 10 կիլոմետր հեռու են, էլի, ես ցիվիլիզացիայից մոտիկ չեմ։ Ու նայեցի այդ առաջնորդին, դե երևում է, էլի, ինչ որ ձև ոնց որ ինտուիտիվ զգացիով առաջնա աչքերին, ու ես սկսեցի ընթառաջ գնալ իրան, չկանգնեցի, բան չտվեցի, պաուզա չտվեցի, ընթառաջ գնացի դեպի իրան։ Քայլեցիք դեպի գայլը։ Դե գալու Առաջնորդ գայլը։ հա, դեպի առաջնորդ գալը, քայլում ինքը դեռ կանգնած ինձ է նայում, ես ինձ կանգնած նայում եմ իր աչքին, իհարկե ասում եմ որ գազան տեսնել չի կարելի աչքերին նայել, կհարցակվի բան, դա ես ուրիշ մեթոդ չգիտեմ։ Ես եթե չնայեմ գլուխս կանխեմ, իրանք կհարցակվեն ու ես պաշտպանություն էլ չեմ կարող անեմ։ Իմ մոտ մի փոքր sense պստիկ դանակ կար, դա ոչ մի բան էր, դա հասկանալի է որ 8 հատ գալիս ամեն մեկը մի հատ կծի, բան չի մնա ինձնից, նո էդ էլ հստակ։ Վերջը տեսա քայլեցիք, մոտեցա։ Քայլեցի, sense աչքերին նայում եմ, ներքին ոնց որ ներքին ինքնավստահություն կար, որ ես այդ գիրքը կարդացել եմ, 2 հատ տենց գիրք էի կարդացել դրա մասին, որ տենց նայելա գալի աչքերին ու ընդառաջ են գնացել, ու ես նույն բանը արեցի ու հասկացա կյանքից վերջնա, բայց ասացի ինչի sense վախկոտ թողեմ կյանքս, արի sense խիզախությամբ գնամ, ուրիշ բան չունեմ։ Ոնց որ ամբողջ ուժերս հավաքեցի, ամբողջ էներգիաս հավաքեցի, վստահությունս հավաքեցի, սկսեցի գալի ընդառաջ գնացի 2 մետր մնաց, արդեն երևի ավելի քիչ, ոնց որ ես ու դուք ենք, ինքը նայեց ինձ շուռ եկավ գնաց, բայց ես որ ինքը շուռ եկավ գնաց, Նույնիսկ գալերը բան ռեակցիա չեն տվում, ինքը գնաց մի 10 մետր հեռու գնաց, ես բայց նրանք էլ վտանգ են, չէ, կարան նրանք էլ հարձակվեն, հետո տեսան, որ ինքը գնում է, դե ինչ որտեղ երևի շատ իր ձայնը կարևոր է, եթե իրան չլսեն, հետո կպատժվեն, ինձ թվում է, այտենց այնտեղ իրախիչսկի ուժեղ բան կա։ Այդ ընթացքում սրանք չհարձակվեցին։ Չեն հարձակվել, չեն։ Ֆրացին գնացին։ Ֆրացին գնացին։ Այ քեզ։ Դե նույն բանը շների հետ է ինձ եղել։ Գամփար շներ, մի անգամ էլի Աժդահակ սարը է գնացել, մենակ էի, Լեքչոբանի շները էլի տենց շրջապատեցին ինձ, դա իրանք հաչում են, մերկու շունել են, ոնց որ ասած ղեկավարին է ես նայում, որտեվ այդ իրա հարցակվելը, այդ նշանա, որ մնացածն էլ հարցակվեն, որտեվ շրջապատել էին բավականին շատ շներով, մերկու շուն ոնց որ մոտիկանում էին, բայց ես ուշադիր էի ղեկավարին, որտեվ եթե ինքը հարցակվեր, դե իրանք շատ մոտիկ էին այդ շները, այսինքն մոտավորապես այս հեռավորության վրա էին էլ ինձնից մի մետր այդպես կատաղած փրփուրով հաչում են, դե ես հանգիստ եմ, դե այդ շներին ես ավելի վստահ էի, որտեղ ինքը գալ չի, ինքը մարդուն տենց իր ուտելու նմանություն, ինքը պետք է ցավացնի կծի, ոնց որ ամբողջ ոնց որ ուժս հավաքեցի, ու տենց տեխնիկա կա էլի, շնին ասեցի մի հատ լրիվ գնել սուս տեղը մնա, տենց հստակ էլի, ինքը սսկվեց, հենց սրանք էլ կամած սսկվեցին, դա տենց էլի, գայլերի պատմությունը ապշելու է, նույնիսկ չի որ շներին է ապշելու, չի, որտեղ կներեք, այդքան մոտ որ գալիս է, դու առնվազն բնազդով ոտքդ բարձրացնում ես, այնպես կորիլը ստեղից պաշով, դե որ մի հատլնի, հա, մի հատլնի բայց մի քանիսը առավել եւս, իսկ գայլերը իրանք չեն հաչում, իրանք չեն հաչում, այն բանը, որ իրանք բացարձակ չեն հաչում, դուք երևի YouTube-ում տեսել եք, չէ, առուսները բանցին, որսին դաժե չեն նայում, սենց կողք են նայում, ոնց որ ինքը ձբան, բանի տեղ չի դա, գայլներն էլ այդ մրանք, սենց ուշադիրին չէին նայում, բացի ղեկավարից, մնացած ոնց որ կողքերն էին նայում, ձև են անում, էլի, տենց։ ֆրստում են։ Ֆրստում են, հա, դու տենց էլ մարդկանց մեջ էլ թվում է քեզ թշնամաբար կամ վտանգ տվում, ինքը սենց ուղակի քեզ չի ոնց որ հասարակության մեջ դիտարկում, ինքը թվում է թե կողք է նայում, որ դու ուշադրությունը չկորցնես, քեզ ինչ որ մի ձևով վնասի, թե իր խոսքով կամ գործունեությամբ։ Հետաքրքիր է, հա։ Նո, տենց նույն բանը գազաներից մարդիկ են վերցել, սովորել են էլի տենց բաները։
Հետո տենց գարերը գնացին 10 կիլոմետր դուք Աստծուն փառք տալով գնացիք Հա, դե ես տենց հետո գնացի մի ճոբանի տեսա, ասեցին մի ամիս առաջ մի ճոբանի էին կերել, չգիտեմ ինչքան ճիշտ պատմություն էր թե չէ, ինչ ես մենակով տեղ ման գալիս տենց մենակ ես առաջ շատ էի ման գալիս էլի, տենց սարերով սիրում էի տենց ման գալ, այդ երևույթը։ Հիմա լավ, հարցի մյուս կողմից նայեք, մենք այս երևույթները արհեստական բանականության մասին, որ ինչքան էլ ասում ենք, ինքն էլ ազգում մարդը ոնց դա։ Ինչքան մենք ասում ենք մարդը չի հասկանում ինքը վերջը երբ որ հասկանալը ինտելեկտից անցնելու է բանականության, այդ ժամանակ է ինքը հարված տալու մարդուն էլի, վնաս տալու։ Հələ որ ինքը ինտելեկտ է, ինքը կարում է ղեկավար հենց բանականության չափ անցնի ինքը, բայց բանականությունը զգում է մարդու վախերը։ Ոնց որ կենդանին։ Ոնց որ ցանկացած մարդ կամ հասարակությունը հիմա նայեք թեկուզ ընտրություններ վերցնենք հիմա ընտրություններ Հայաստանում մի կուսակցություն լույսում է մյուսի վախն ազգում ուզում է մեկը մյուսին վախացնի ով ավելի դիմակայում կլինի ինքն էլ գիշխի նու տենցա նու ոնց որ ասած ջունգլի օրենքը պարտիկ չեն տարբերում ջունգլի օրենքից նույն ձևով նրան գործում Հիմա այդ արհեստական բանության անցումը, որ մարդկությունը կարանա իր բնազները կառավարի, այդ վախերի նկատմամբ, ինքը երբ որ ինտելեկտիվ բանականություն անցավ, այն մարդիկ, որոնք այդ կառավարման համակարգն են, ուղղակի պետք է իրան կարանան, նայեք արհեստական մեխանիկական ձևով պահել իրան անհնարը, որովհետև մի հոգի չի հասկանում եք պահելը, ու մի արհեստական բանականություն շատ են իրանք Մա գնալով ալի շատ են ստեղծում, մեկից տեխնոլոգիա գողանում են, մյուսն են արեկանում, իրանք մեկը անկառավարելի, մյուսին վարակի։ Դրա համար մարդկային մոտեցումները շատ կարևոր են, այդ անցումը տեն չթողեն անցնի, բանականություն չստանա, ինտելեկտի վրա պահեն։ Պարոն Մարգարյան, այսինքն կներեք, հիմա դա բարիք է, թե չարիք ի վերջո։ Նայեք, հիմա բարիք է, բայց ինչ-որ չափ, ոնց որ հիմա պետությունը մարդկանց համար բարիք է, թե չարիք է։ Իհարկե բարիք է։ Բարիք է, բայց երբ որ դիկտատորա գալիս, այդ պետությունը բարիք է, թե չարիք է։ Ահա, այդ սահմանն Այդուն ձեռքում է գործիքը։ Պետք է մեկի ձեռքը չլինի։ Դա շատ բան է, երբ որ դիկտատորա գալիս, ինքը չարիք է լինում։ Ցանկացած դիկտատոր բոլորի համար չարիք է լինում, չէ՞, տենց չկա դիկտատոր, որ բարիք բերի։ Դրա համար այդ անցում պետության գաղափարը, որ ստեղծել ենք, մենք շեղվում ենք այդ գաղափարից։ Շատ հաճախ։ Շատ հաճախ, ահա։ Դրա համար այդ նուրբ թելը, որ անցում է անում, կարող է ինքը պետությունը չարիք լինի, որ բոլորը դժգոհեն այդ պետությունը, չուզենան լինի այդ պետությունը, որտեղ սաղին չարիք է։ Որ ասենք սովետական միությունը, չէ, շատերը դժգոհում էին, շատերը Սիբիրներում են մահացել, ոչնչացնում են, չէ, մարդու ազատության աշճանը ինքը ինքան նուրբ պահա, տեսեք, հիմա երկրներ կան, օրինակ շատերիս համար համարում ենք, թե Հյուսիսային Կորեան չարիք է, միայն միջուկային տերություն, ատոմային, բայց հələ գնացեք իրենց հարցրեք, իրենց համար երջանիկ ապրում են։ Դե այդքան չէ։ Չէ, ներողություն, ասում եմ ձեր արշինով եք նայում։ Հիմա շատ-շատերի, հատկապես բանի փողով այրենասերների համար Միացյալ Նահանգները բարիք է, երազանքների երկիր է։ Կներեք, բարիք է թե չարիք է։ Մարդ է հեռավոր օվկիանոսից են կողմ որոշում է Իրանը ոնց ապրի։ Որոշում է Վենեսուելայի նախագահը ճիշտ է թե սխալ։ Արաբական գարուններ է կազմակերպում, Իրաք մտնում է ասում վայ կներեք, ես սխալվել էի, իջև այսօր դիստրոֆիկ սերունդ է մեծանում։ Հիմա տենց չի էլի կներեք։ Հետևաբար այդ որ ասում եք երկրները որն է բարեկեցիկ, որն է ճիշտ։ Ամեն մեկն իր առանձնահատկությունն ունի ու իր էթնո ոնց որ հոգեկերտվածքը։ Հետևաբար պետք չի պարտադրել ու պետք չի եթե կա այդ առարչական ազատություն, ապա թույլ տվեք մենք
Մենք ազատությունը ճնշվում է, չեն երկրներում, ազատության աշճանը Հուսեյն Կորեայում ճնշված է, չէ՞ մարդիկ, իրանք ազատ չեն։ Մենք վերցնում ենք հիմքը որպես ազատություն։ Հիմքը եթե վերցնենք ազատություն, հա, նո ասենք խոսքի ազատություն, գործունեության ազատություն, շարժվելու ազատություն։ Մարդկային ազատություն, ազատությունը մեր ընկալմամբ, մարդկային բանական էակի ընկալմամբ ո՞րն է։ Իմ ազատությունը սահմանա վերջանում այնտեղ, որտեղ սկսվում է ձեր ազատությունը, ճիշտ է։ Չէ, մենք կարող մեր ազատությունները իրար համընկնեն, բարդա չի, ձեր ազատությունը իմ ազատության նկատմամբ բռնություն լինի։ Չէ, ազատություն ինչ ընկալում, վայրի կենթանիների ընկալում։ Չէ, նայեք, քաոս անարխիայի մասին չի ազատությունը։ Բայց շատ արևմտյան, լավ, հիմա չծանրանանք նահանգների վրա, հեչ որ չէ հյուրասեր երկիր ենք փոխնախագահաստեղը։ Շատ հաճախ այդ արևմտյան ընկալմամբ գրեթե անարխիայի է վերածվում։ Անարխիա ինչ է բա այդ ազատությունը։ Ինքը որոշում է ես պետք է լինեմ թե չէ։ Եթե ես իրա ստրուկն եմ, ուրեմն ես լավն եմ։ Եթե չէ, ընդդիմանում եմ։ Այ, ոնց դու կարող ես։ Սա ի՞նչ է։ Բայց դա ազատություն չի։ Վերջացա։ Դա ազատություն։ Դա էլ է կեղծ ազատություն։ Դա կեղծ է, դա ձևական բան է։ Դա չունեն ազատություն։ Նույնիսկ շատ խոսքի ազատություն էլ Ամերիկայում չունեն, որ մենք մտածում ենք։ Բայց իրանք են այդ բանը ջատագովը, իրենք են այդ բաստիոնը, իրենք են որոշում, հա իմ խոսքի ազատությունը, ու իրենք էլ կամ ասենք օրինակ Հայաստանի պես իշխանությունները բռնում են, ասենք, չգիտեմ, այս կամ այն հոգևորականին, տո Սամվել Կարապետյանին, լիքը մարդկանց, լիքը քաղաքապետարներ կան, նստած են բացառապես խոսքի համար։ Այսինքն տղեկ կան, ով հետույք բառի համար նստած են, բայց իրենց կարելի է ինչ վերջի լկտի բառ ասել, ու Ամերիկան ասում է նրանք ճիշտ է, պետք է նստեն, դուք չէ։ Սա ի՞նչ է։ Քաղաքականությունն է դա։ Դե կներեք։ Okay։ Քաղաքականությունը դա ուրիշ երևույթ է։ Դա ի՞նչ է, դա անբարոյականություն է, պարոն Դոնիկյան։ Ցանկացած իսկ քաղաքականությունը ամենայն հարգանքով անբարոյականություն չի։ Եթե դրանով էլի ձեր ասածն է, զբաղվում են անբարոյականները, դա դառնում է անբարոյականություն։ Եթե AI-ը անբարոյականի ձեռքին է, անբարոյական է, դա չարիք է, կործանում է։ Պետությունը եթե ազգակործան պատուհասի ձեռքին է, դա դառնում է, չգիտեմ էլի, դավաճանների մի հատ ինչ-որ խումբ։ Եթե հզոր տղեկի ձեռքին է, դառնում է հերոսական մի պատմություն։ Ինչպիսին եղել է։ Նայեք, նոր թել կա, մենք պետք է հասկանանք, որ այդ մի խումբը, որ կա, ցանկացած որ պետություն խումբը վերցնում է, պետք է իր շահերը, իրանք շահեր ունեն, մեկը իրան շահերը առաջնային է լինելու։ Այո։ Այդ կարևոր կետը, որ ժողովուրդը հասկանա, որ իրանք այդ խմբի շահերը, մեկը իրանք շահերն են բավարարելու, դա պետք է բոլորը հասկանան, խապկան չլինեն, ինչ որ մեկը գալու առանց իր շահի, բայց պետք է իր շահերը պետության շահերին համընկնեն։ Այդ ժամանակ մենք լավ կլինենք։ Երբ որ այդ շահերը պետության շահերի դեմ են, դա ուղղակի պետությունը ծառայում է մենակ իրանց շահերի համար։ Այսինքն պետք է ընենց մարդիկ կարողանան ոնց որ ընտրություն անեն կամ ուղղորդեն, որ այդ խմբի շահերը պետության շահերի հետ համընկնեն։ Պետք է հասկանանք որն է պետության շահը, որ այդ խմբի շահերը համընկնեն։ Եթե այտենց չեն լինում, հակադիր են այդ շահերը, իրան շահը ավելի առաջնային է, քան պետության ցանկացած շահ։ Դա կարևոր կետ է, որ մարդիկ որ ընտրում են բան, ոչ թե ինչ-որ խոսքեր ընտրեն, տենան այդ շահերը համընկնում են պետության շահերի, թե չէ։ Դուք մի առիթով նաև ասացիք, ոնց որ թեման շարունակենք, որ Հայաստանից է, ու սենց ասենք առանց կլինելու է Հայաստանը, որ նոր դարաշրջան է սկսվելու, քաղաքակրթական, մարդկության զարգացման, մի քիչ մանրամասնիկ ասեք, ինչու եք այդ կարծիքին։ Նայեք ինչով ենք մենք առանձնահատուկ էլ ենք։ Ինչով ենք առանձնահատուկ է, ասեմ։ Նայեք հիմա որ ասենք թե Աստվածաշունչը կա, Աբրահամի պատմությունից է սկսում, չգիտեմ, դեղ Ադամ, Եվա եւ այլն պատմություններ, իրանք ունեն Կաբալա եւ այլն, ասենք հերաները։ Մենք երբեք չենք մտածում, վախում ենք դրա մասին խոսալ ու ասել, որ այդ քաղաքակրթությունը, որ ստեղծվել է, դա ստեղծվել է հին հայկական, ոչ թե Հայաստան, այլ նույնտեղ խեթերն են եղել եւ այլն տարբեր պետություններ, որ այդ պետությունների գիտելիքների ու
իմացությունների վրա են իրանք ստեղծել իրանք բան։ Իրանք դեռ հələ գրություն կամ ինչ-որ բաներ չեն ունեցել, ու դա փաստ է, էլ տենց չասենք, որ այդ պատմությունները եւ այդ իմացությունները կաբալայի թեկուզ բոլոր իմացությունները եղել են։ Հետո իրանք ուղղակի դա գողացել են։ Այդ պետք է հստակ հասկանանք, որ հայ ժողովուրդն էլ այդ հասկանա։ Ու իրանք այդ ինչն է առաջ տանում, գաղափարն է առաջ տանում։ Եթե մենք գաղափարը, մեր գաղափարը ուրիշները մենք կորցրել ենք, մեր թուլության, չգիտեմ, իր գզգրտուտքի անկումների պատճառով, ուրիշները այդ գաղափարը վերցնեն ու առաջ են տարել։ Հիմա աշխարհը ղեկավարում ուղղորդում են իրանց գաղափարով, չէ՞։ Ասենք հрьяաներն են, չէ՞, նույնիսկ Ամերիկան ղեկավարում։ Պետք է էլ հստակ հասկանանք ինչի են տենց անում, որովհետև հрьяաներն են թելադրում, որ ասենք Իրանը վատ երկիր է ճնշել։ Ամերիկային ինչ Իրանը, ոչ մի բան։ Այդ հрьяաների ցանկություն։ Հիմա նայեք գաղափարի հարցը, եթե մեր գաղափարը, որ մենք կարողանանք վերականգնենք թեկուզ մեր 5 գաղափարախոսությունը, կրոնի մասին չեմ խոսում։ Նախաքրիստոնեական։ Նախաքրիստոնեական շատ ավելի հետ գնանք, ավելի հին գնանք, էլի տենց ինչ որ այդ գաղափարը կարևոր կետ է, որ կարողանանք գաղափարը աշխարհին տալ, մենք տեխնոլոգիաներ էլ պետք չէ, էլի, հա, մենք տեխնոլոգիաներով շատ հետ ենք, տեխնոլոգիական գործունեությունը մեր հետ է, Չինաստանը, Ճապոնիան շատ առաջ են ամեն ինչով, էլի, գաղափար տեխնիկական այդ բոլոր լուծումների բան Եվրոպան առաջ եւ այլն, մենք դրանցով հետ ենք ու շատ հետ ենք, որ դրանց հասնենք, պետք է հասկանանք, որ հետ ենք։ Այնտեղ պետք է կարողանանք առաջ գնանք, բայց ամենաառաջնայինը գաղափարն է, որտեղ այդ գաղափարի շուրջ են բոլորը ստեղծվում։ Հիմա մենք կարանք աշխարհին գաղափարներ տանք, շատ դժվար է, հիմա մի քիչ անհասկանալի է։ Ոնց են հрьяաներ մեր բոլոր գաղափարները վերցրել, իրանց գաղափարներ սարքել ու աշխարհը ղեկավարում են, չէ՞, որ պետք է հասկանանք ինչ որ չափով աշխարհը իրանք են ղեկավարում։ Ուղղակի ոչ անուղղակի թե Ռուսաստանում, թե Ուկրաինայում, թե Ամերիկայում, թե Կանադայում եւ եվրոպական շատ երկրներում իրանք են ղեկավարում։ Մենք մի քիչ թերագնահատում ենք դա, մտածում ենք տենց չի, բայց տենց է, բայց իրանք այդ միացությունը ուժը կա այդ գաղափարի շուրջն է։ Կներեք, բայց ինչքան ոնց որ ի հաստատում են ձեր ասացի, ինչքան հայեր կան, որոնց գաղափարները դարել են մարդկության համար հանճարեղ բաներ, բացահայտումներ։ Կատեի ապարատի ստեղծողից մինչև բանկամատ, յոգուրտի ստեղծողից մինչև ասենք որ մեկն ասես Ռուբեն Մամուլյաններ, այսինքն մենք գաղափարական ազգ ենք, մեր բաները հայտնագործությունները կամ բացահայտումները կամ գյուտերը, ավելի ճիշտ գյուտերը, այ գյուտը աշխարհը ցնցել, բազմաթիվ են այդպիսի դեպքերը, բազմաթիվ, հիմա արդեն YouTube-յան հաղորդումներ կան, Էդվարդ Մանվելյանի գրքերը, որոնց այդ բացառիկ հայերի մասին են, ինչ օրս։ Որ այդ գաղափարով մենք կարանք առաջ գնանք ու աշխարհին տանք մի բան, այսինքն եթե մենք ինչ-որ աշխարհին բան ենք տալիս, որ աշխարհը մեզ հետևում է, կախված է դրանից, մենք ամենաառաջը կլինենք, մեզ ոչ մեկ ձեռ չի տա, բոլորի շահերը տեղ չեն լինի, որ մեզ ձեռ տան։ Մենք պետք է հասկանանք, որ գաղափարի ակունք դառնանք։ Իսկ այդ գաղափարը ամենամեծ ներծծող ու ամենաուժեղ գործիքն է ներազդելու ամեն ինչի վրա, որտեղ գաղափարն առաջնային, չէ՞։ Հիմա Իրանում գաղափարով են պահում, չէ՞, այդ երկիրը ֆինանսներով, բաներով ուզում են քամվեն, եթե այդ գաղափարները իրանք գաղափարով ուզում է պահի երկիր, գաղափարով են պահում։ Այդ ամեն ինչ սոցիալական այդ գաղափարով են պահում։ Հիմա որ Հուսեյն Կարեյան ասեցիք, ինքն էլ է, չէ, գաղափարով հզոր պահում այդ երկիրը։ Գաղափարը կարևոր շատ ուժեղ ուժ է։ Մենք գաղափարի այդ պետք է կարողանանք մենք ընդունենք գաղափարները վե հետո տարածենք աշխարհում ենք, բայց դա հնարավոր է։ Այսինքն այդ ոլորտում մենք հնարավոր ուժ ու հնարավորություն ունենք, որ թելադրենք աշխարհին այն գաղափարները, որ իրանց բարիք կբերի ու իրանք էլ մեզ կօգնեն նաև մյուս տեսանկյուններից։ Հնարավոր է դա նաև լինի այն մերանը, այն սերուցքը, որ վերջո ելնենք այն մեկնարկային կետից, որ 2035 կործանվում է աշխարհը ու 6-րդ քաղաքակրթությունն է սկսվում, այ Հայաստանից էլի ոնց որ դա այդ գաղափարի վրա է վերջո բոլոր բաները գործողությունները հիմնվում, էլի մենք դա լինենք անկյունակար որպես։ Դե շատ հնարավոր է, նա ես չեմ բացում, օրինակ հрьяաների ներիկան կներեք էլ, որ այդ իրանց են գալիս, ասենց պատմություն ասեմ։ Նայեք քրիստոնեության գաղափարախոսությունը, չէ, քրիստոնեության մասին որ խոսում ենք։
Քրիստոսը նույնիսկ չլինելով պատմական ձևով ինքը հրա չի, ուզում հստակ ասեմ, որ մարդիկ մտածում են ինքը հրա չի ինքը։ Տիկին Լիա Ավետիսյանն ասում է, որ ինքը հայ է։ Նու ընդեղ ապրող ինչ-որ ազգերից է, որը ինքը հրա չի, դրա համար խաչեցին, եթե ինքը հրա է, հրային չեն խաչի։ Բայց իրանք վերցրեցին այդ գաղափարախոսությունը, ձևափոխեցին նենց, 5 կտակարանը սենց միացրեցին Քրիստոսի գաղափարախոսության հետ, որը իրար հակադիր էր։ Այն մի գաղափարախոսություն, Քրիստոսի գաղափարախոսություն ոչնչացրեց Քրիստոսին ու գաղափարին, հետո միացրեցին, հետո տեսան շատ ձեռնտու է։ Ու այդ գաղափարախոսությունը հիմա իրանց կրոնը 3 ձևի են տարածում։ Մեկը քրիստոնեության միջոցով, մեկը մուսուլմանության միջոցով, բայց դա մի կրոն է ընդհանրապես, մի գաղափարախոսություն է, հուդայիզմի գաղափարախոսություն։ Ուղղակի այդ իրանց կարանալով մախինացիայի եւ այդ ձևով, չէ, հիմա մեծ մասը, ասենք նոր ավետարանը շատ չնչի մասն է, մեծ մասը 5 կտակարանն է, որ կապ չունի Քրիստոսի հետ, էլի, ու Քրիստոսին հակադիր է եղել։ Իհարկե դժվար է սա կրոնական մի քիչ ոլորտ ենք մտնում այստեղ հարցը, բայց կարացան գաղափարությունը տարածվեց, չէ, քրիստոնյաները ինչքան շատ են աշխարհում, 1 միլիարդ մարդ, այսինքն 1 միլիարդ մարդու կարող են ղեկավարեն իրանք իրանց գաղափարախոսության միջոցով ղեկավարում են, բայց իրականն էլ տենց է, ղեկավարվում են, այդ դա կա տենց, ղեկավարվող սիստեմ են ստեղծել, մտածելով ոնց անեն, ոնց որ ինչ-որ մի լավ բանը վերցրել են, իրանց մյուս բանի հետ միացրել են, տարածում են։ Մենք կարող ենք մտնել այդ համակարգի մեջ, թե ինքներս վերցնել ղեկը։ Մենք կարանք մի գաղափարախոսություն ստեղծել, որտեղ պետք է նորը ստեղծենք։ Այդ կարևորը նորը ստեղծենք, որը հինը, որ մենք մինչև հաղորդում ասում ենք ինչի են գալիս, հինը քանդում էր, հին տաճարները քանդում, ինչի են հին մեր երաժշտությունը ոչնչացրել եւ այլն, հին, ասենք մարդկանց ինչ փիլիսոփաներին ոչնչացրել եւ կարանք մենք նորը ստեղծենք, հինը չոչնչացնելով, ուրեմն հինը օգտագործելով։ Ամենակարևորը այդ պետք չի հինը ոչնչացնել, որտեղ ծայրահեղական ֆաշիզմի կամ ծայրահեղ, այդ ասեմ, ֆանատիզմի երևույթն է, երբ որ հինը ոչնչացնում մենակ նորը։ Մենք պետք է նորը ստեղծենք, որ բոլոր հիները դրա մեջ ներառվեն ու ինքը տանի առաջ ամինչը։ Որ ոչնչացում ենք անում, ինքը ինչ ձևով ինքը եկել է, այդ ձևով իրան են բանանում։ Եթե մենք այդ ձևով մի բան գալիս է, եթե ասենք թագավորը սպանում աղբերներին, որ իր թագավորից հետո վերջում իրան են սպանելու, էլի։ Այդ ինչ ձևով մենք քայլ ենք անում, այդ ձևով մեզ գալիս է պատճառ հետևանք այդ եզերական կանոնը կա, էլի։ Դրա համար այն պետք է գաղափարախոսություն մյուսները չոչնչացնի մյուսները, այլ ուղղակի իրանց էլ առաջ տանի, հննելով բոլորի վրա, ինքը ամենաառաջատարը լինի, բոլորը դրան դիտարկեն այդ գաղափարախոսություն լինի, որ ինքը առաջատար լինի, ու նենց առաջատար, որ մարդկանց իրոք բարիք բերի։ Հիմա ոնց են բոլորը ամերիկյան դոլարին նայում։ Չէ, նո դա գաղափարախոսությունը, չէ, բոլորը նայում են այդ կանաչ թղթե կտորին։ Այդ տենց ու տնտեսական է հարցը, ուղղակի գաղափարն է, որտեղ բոլորը նայեն այդ գաղափարին։ Բարիք բերի։ Դժվար հիմա անցալելի է, թվում է թե անհասանելի է, թե ինչ կարա լինի, բայց դա կարա լինի։ Դուք մի առիթով ասել եք նաև, որ հայազգից նոր ազգ են ուզում կերտեն, այդ ինչով պայմանավորել ներկայի զարգացումները, ինքնության վրա արձակում, եկեղեցու վրա արձակում։ Դե եթե մեր հինը ջնջում են, չէ, նույն ձև։ Այո։ Ինչ որ դա ջնջում է գնում, ոնց որ ասենք թե Այն էլ ինչ տոտալ ջնջում, հետևողական ջնջում։ Ոնց քրիստոնեությունը եկավ ջնջեց բոլոր մեր հին պատմությունը, ու իրակ տենց եղել է։ Ված չի, լավ չի, իսկությունը տենց է մեր պատմությունն է, էլի, հիմա դա ոչ քննադատաբար եմ ասում, ուղղակի մեր ազգի մոտեցումն է տենց եղել, էլի։ Ջնջեց։ Նու այդ ժամանակվա բաների էլի, ոնց որ իշխանավորների։ Դե տենց, հա, այդ ու ջնջեց, չէ, հինը ջնջեց, որ նորը ստեղծի։ Հիմա էլ եթե տեսնում ենք ջնջում են, ինչ որ բաներ ջնջում են, քիչ հանում են, որ պատմական Հայաստան չկա խոսքի, դա ջնջելու միջոց է։ Արարատը բանը մեր է։ Հետո ինչ որ երգեր կասեմ, որ դրանք շատ հնացած են ու կարևոր չեն, դրանք պետք չեն։ Ինչ որ
շատ ազգային մոլուցք են ուժեղացնում կարան ասեն, որը վնաս է տալիս, կարող է թշնամին չի ուզում որ տենց երգեր լսենք, նու կարա տենց է լինի, այսինքն մշակույթի մեջ ինչ որ բաներ անեն, ներգործություն անեն, որ մաքրեն, այսինքն հիմա մենք շատ մեծ մասով փողոցում կան, որն է հայկական երաժշտություն, շատերը թուրքականի կհասկանան դա հայկական է, բայց դա չի, այսինքն դա էլ հիշողությունը ջնջեն, քիչ ջնջելով սիմվոլները, հզոր բաները, որ մեզ պահում է, դա երաժշտությունն է, դա սիմվոլն է, Արարատն է նույնիսկ դա մեր սիմվոլի մեջ մտնում, դա մեր նախնիների մեջ հիշողությունն է, մեծ հայկն է, դա է մեզ պահում, եթե դա հանենք մեր հիշողությունը, քիչ մենք արդեն այն հինը չենք, բա ուրեմն ով ենք, նոր ինչ-որ նոր ստեղծած են Կարլ Մաքս, որ անունն էին չէ դնում, Կարլ նոր անուն է սովետից, այդտենց նոր մի հատ բան կստեղծվենք, որտեղ հինը որ ջնջում ենք, որտեղ հիմին վրա ենք մենք հզոր, նորը, որ հին չունենք, հիմք չունենք, ինչ ենք, ոչ մի բան, մեր կողքի ցեղը չունի հիմք, ինքն էլ ուզում մենք իրան նմանվենք, որ չունենանք ոչ մի հիմք, ոչ մի ամրոց, որի վրա կանում ենք, դա էլ դրա համար մեզ, բայց դա այդ քայլերը գնում է, մենք նուրբ ձևով է գնում, մեկ կոպիտ, բայց դա տենց գնում է, քիչ գնում է, հեսա ընտրություններ կլինեն, չգիտեմ ոնց կլինի ընտրությունը, կլինի այն ընտրությունը, որը հայ ժողովուրդը ուզում է ընտրել, ուզի գնա ինքնա ոչնչացման, թե ծաղկման, դա ինքը պիտի որոշի հայ ժողովուրդը։ Պարոն Դոնիկյան, ավարտման վերջաբանն է, ինչից սկսեցինք թերևս դրանով էլ ավարտենք, եթե ելնում ենք ձեր տրամաբանությունից կամ այն մեկնարկային կետերից, որ նշեցիք, 2030-ին աշխարհի վերջ կամ կործանում, տարբեր բաղադրիչներ 30-ից հետո էլի։ Ու 30-ից սկսա։ Հետևաբար ենթադրում է, որ այս 4 տարին պետք է ինչ-որ ցենց խելահեղ տեմպով մարդկությունը կամ քաղաքակրթությունը զարգանա, նույն արհեստական բանականությունը, նույն պատերազմները, չգիտեմ, համաճարակները, ինչ որ շատ պետք է, այն որ արագացել է փաստ է, բայց կարող է ավելի արագանա։ Կարող է։ Մենք ինչ ինտերպրետացիաներ է, այսինքն ինչ դրսևորումներ է դա ստանալու, որ մի քիչ մեր սովորական մարկանացություններից հասկանանք։ Դենակ երբ ղեկավարներ ընտրվում են, թե ջենդերներեք ինչը կգա, ինչը կխփի մեզ տենց առանձնապես, կամ ճարագայթներից այլմոլորակային է մեզ կտենա, թե չէ։ Դա բայց անցնում է մեզ։ Նայեք երկրի ղեկավարներն էս մարդիկ են ընտրում, որ նիարդինարնի են, տենց ասած, ստանդարտից դուրս են։ Ստանդարտ ձևով գնում հաշվարկում են, մի օր զքնի զարթնում է, ասում է չէ, սենց պետք չլինի, եկեք այս երկիրը բան անենք, չգիտեմ, ուրիշ ձև ուղղորդության տանք։ Հերիկա Զելենսկին կավայնում բան անել, դավայ, Ուկրաինան տվինք Զելենսկուն։ Ну, կարա լիքը։ Հերիկա մարդա մեկը փողով հոդված գրի, դավայ, տվինք։ Կարա տենց լինի։ Բայց կարա լինի, չէ, որտեղ կարա լինի չէ եղել է։ Չէ, կարա ավելի մասշտաբային լինի։ Ասում կարա սենց էլ լիներ, փաստորեն։ Նայեք, քանի որ ասենք թե հիմա Ասվածչյանի Իրանի հետ ինչ որ խնդիր լինի, դա վերջը չի լինելու, չէ։ Մեր համար դա շատ է կատաստրոֆիկ է լինել, բայց դա վերջի երկիրը չի լինելու, որի հետ ինչ որ հետո ուրիշ երկիր կգա, որի հետ էլի խնդիր է։ Հա, Ամերիկան միշտ իր համար խաղալիք կգտնի, էլի։ Միշտ էլի երկիր կգա, բայց այդտեղ երկիրը կայունությունից դուրս է գալիս, ինչ-որ չապ կա, չէ, որտեղ կայունությունից դուրս կա։ Մի հատ բան կար է, Երևան, Երևանի բժշկական այդ կավենի մի հատ ֆանտաստիկ լավ կտոր էր, Ռուբեն Ջաղինյանն էր կարծեմ անում, քարտեզն է ԽՍՀՄ-ի, սենց ճմրթում են, բանը, հետո բացում է, ամբողջական է, հետո բաց, սենց մյուս երեսնել ցույց տալի բան, արդեն 91-ից հետո էլի անկախ այդ սովետական տարածքն է։ Ու սենց մի քանի անգամ կարճ եմ ասում, էլի ասում է, что мы делаем правильно, балуемся։ Հիմա էս է, էլի տենց балуемся։ Ընդ մտանք Իրաք, հետո արաբական գարուն, հետո Սիրիա, հետո Իրան, հետո ինչ կարելի անել, Թուրքիան լավն է, լավ տեղ է։ Չգիտեմ ինչ կլինի, հա, հետո։ Չէ, դե դուք բայց Սիրիան բան չի մնացել, չէ։ Սիրիայից բան չի մնացել, չէ։ Քան դա եղել։ Եթե քաղաքները նայենք, այնտեղ ոչ մի բան։ Իսկ եթե ավելի լուրջ, բոլոր կետերը, բոլոր երկրների տակ ընդերքն է։ Օրինակ
մեր երկրի ինդերքն էլ հենց բան է, էլի, հենց տեղ են բերել Թրամփը գցել կամ պետք է գցվի, մի դայբոք։ Որի տակ ոսկի կա, պղինձ կա, մոլիբդեն կա, Սիրիայի տակ ինչ կա։ Ասեմ թե գիտեք, Վենեսուելայի տակ ինչ կա, շատ լավ գիտեք։ Իրանի տակ էլ չասեմ, ես չէ, հոգևոր առաջնորդը իրանց ասաց, որ ԱՄՆ Իրան կռիվը մի բանի մասին է։ Այդ Իրանի ինդերքն է ուզում ԱՄՆ-ը։ Դե ասում եմ, ձեր ասածն է, ջունգլիների օրենքն է։ Պետք է ձերպես նայել իմանանք, էլի, որ տենց նայենք առաջնորդի աչքերին ու բանը։ Գեզինը մտնեն ֆռան հետ գնան, էլի։ Պետք է կարևոր տեղ է, այդ առաջնորդից է, չէ՞ շատ կախված, որ մեր երկրի ղեկավարը կարողանա առաջնորդների աչքերին նենց նայել։ Ոչ թե ինքը թույլ է, բայց առաջնորդների աչքերին նենց նայել, որ առաջնորդները չղեկավարեն։ Ես պատմությունը պատահական չպատմեցին գալերի, որտեղ գալերը ինձնից մի քանի անգամ ուժեղ են հաստատ։ Ես մի գալ չէր էլի, այդտեղ ոչ մի մարդ չկա, այդ կինոներում են ֆանտաստիկ, որ կարան կենդանների դեմ այտենց շատ պայքարեն, բայց այդտեղ ոչ թե հաղթում է ուժը, այլ ուրիշ բան է հաղթում։ Դրա համար այդ առաջնորդը մենք մտածենք ընտրության նենց մարդ ընտրենք, որ կարան աչքերին նայի այդ գերպետության ղեկավարների ու իրանք քայլ չանեն դեպի առաջ Հայաստանը վադագույն սցենարի տանելու։ Դե այս խեղճ տղեն ախրել ինչ անի։ Գնում է Էրդողանի գիրքը դնում է Դոշին, միջև ականջները ժպտում է։ Հետո գնում է Թրամփին, ասում է՝ «Պապի, ես Հայաստանի վարչապետն եմ։ Ինձ տեղը բերել ես ով եմ։ Էլ ինչ անի»։ Գնում է Ալիևին, չգիտեմ, սենց կոֆե է դնում, էլ ինչ անի։ Գնում ասում է Վլադիմիր Վլադիմիրիչ, ես եկել եմ, ինչ մի հատ, ինչ կարա կանեք մեր համար։ Դե պետք է հայ ժողովուրդը ընտրություն անի։ Պատե իրան տալիս չեք գնահատում էլի, չենք գնահատում։ Այ։ Կարող եք նաև չմեկնաբանել, պարոն Դոնիկյան։ Մենք որոշել ենք քաղաքականություն չմտնենք։ Ես քաղաքականությունից եմ խոսում, ես այստեղ նվիրվածությունն եմ արձանագրում, որ ես ինչ ապերախտ ժողովուրդ են չեն գնահատում սրա խաղաղության դարաշրջանը։ Ոչ մի ժողովուրդ իր ղեկավարին չի գնահատում։ Էդի կա, դա փաստ է, որ բոլոր տեղել ոչ մի ժողովուրդ իր ղեկավարին բացարձակ չի գնահատում, դա պետք է հստակ իմանանք, բայց ղեկավարը պետք է դրան չնայի։ Ինքը ժողովրդի շահերից մեկը գնա իր գործի։ Դե չի էլ նայում էլի։ Լավ, հələ թողնենք սարկազմը 1-2 րոպե։ Այս զարգացումները կանխարգելել կարելի է, մարդկությունը կարող է կանխարգելել, թե սրանք անխուսափելի պրոցեսներ են, որոնք մեր հետ կապ չունեն։ Կան բաներ, որ անխուսափելի են, կան բաներ, որ կարան կանխարգելենք, այտենց 100% ամեն ինչ չի, բայց կան բաներ, որոնք կարան կանխարգելենք։ Այսինքն մեր խելքից է կախված, էլի, մեր ընտրությունից մեծ առումով։ Դե եթե դուք ապրել եք մի քիչ շատ տարիներ, կհասկանաք, որ ամեն ինչ մարդու հետ լինում է, իր խելքից է կախված։ Իր խելքից է ամեն ինչ։ Ինքը գցում է ամեն ինչի ուրիշների վրա, ամեն ինչի վրա, բայց սա իր խելքից է։ Եթե ուշադրենք, տենց էլ ամեն ինչ մեր խելքից է կախված։ Դա շատ կարևոր կետ է, որ մենք հասկանանք, մենք գցում ենք հանգամանքների վրա, լավ տեղ չենք, բայց սա մեր խելքից է կախված։ Սա մեր խելքից է կախված։ Սա մեկը նախկիններն են մեղավոր, այդ թվում մարդկության նախկինները։ Դե ընդհանրապես նախկինները։ Ինչ նախկին ուզում ալնի, սա նախկինները մեղավոր են։ Դե որ ընտրել են այս տարածքը, հենց տեղից էլ սկսել է այդ մեղքը, այդ որ այս Խաչմերուկում տարբեր ցիվիլիզացիաների, որ հայերը եկել են, այդտեղ բնակվել են, ու եկել են, տենց գաղափար են ասում, հենց տեղից էլ այդ, չգիտեմ, այդ մի քանի տասնյակ հազար տարի առաջվա, այդտեղից է սկսել է իրանց որոշումը, որ այդ Խաչմերուկը լավ տեղեր, լավ հողեր են եկել գրավել, պետք է ուրիշները աչք ունենան դրա վրա, պետք է հասկանային, եթե լավ տեղերն են, ուրեմն պետք է իրանք ավելի լավ պատրաստվեին, որ դիմակայեին տարբեր հարձակումներին, բայց մոռանում են դա ու չեն դիմակայում, տենց էլ կործանվում են, ոնց որ Հռոմը կործանվեց, տիրություններ են կործանվել, չէ, մտածեցին սա աշխարհը մեկ է, մեկ էլ այնտեղից գալերը կամ, չգիտեմ, տարբեր ցեղեր փոքր կարային գային գրավեին Հռոմը ու քայլի չարթու փշուրանային ու
բռնական կասեցում։ Բայց այդ ազգերը վերացան, իսկ մեր ազգը եղել է, կա ու կլինի։ Չգիտեմ ոնց, բայց այդ փաստա։ Շնորհակալություն, պարոն Դոնիկյան։